Շատերը մտածում են, որ մենք ատգազի ենք հասնում, որովհետև աշխատող մկանում էներգիան վերջանում է։ Բայց իրականում ատգազի ամբողջ իմաստը որպես մեխանիզմ է նա, որ այն էս կանխի, որովհետև եթե բջիջի ամբողջ էներգիան վերջանա, այն կմահանա։ Այս կլինի ֆունդամենտալ մկանային ֆիզիոլոգիայի 5-րդ մասը, ու այսօր խոսելու ենք perception of effort-ի մասին, ինչը այնա թե ոնց ենք մենք ընկալում ջանքը, երբ մարզվում ենք։ Երբ որ մենք ինչ-որ գործողություն ենք կատարում, կախված նրանից, թե մենք ինչքան շատ ջանք ենք գործադրում այս գործողությունը կատարելու համար, մեր ուղեղը որոշում է, թե ինչքան մեծ motor command, այսինքն ինչքան մեծ ազդանշան պետք է ուղարկի այս մկաններին, որպեսզի նրանք կծկվեն։ Բացի նրանից, որ այս ազդանշանը ուղարկվում է մկաներին, մեր ուղեղը նաև ստեղծում է նույն ազդանշանի կոպիան, որը կոչվում է corollary discharge, որը ուղարկվում է մեր ուղեղի այն հատվածներին, որոնք որ պատասխանատու են զգացողությունների համար։ Այսինքն, եթե ես ձեռս sense փոքր ու թեթև բան եմ վերցնում հանգիստ, սրա համար շատ փոքր ազդանշան է հարկավոր, որպեսզի մկաները կծկվեն ու այս գործողությունը կատարեն, ինչը նշանակում է, որ ստեղծվում է նաև շատ փոքր corollary discharge, ինչի պատճառով այս գործողությունը շատ հեշտ է իմ համար ընկալվում։ Բայց եթե ես շատ ծանր քաշով վարժություն եմ անում ու փորձում եմ ամբողջ ուժով այս քաշը շարժել, այստեղ շատ ավելի մեծ ազդանշան է ստեղծվում ու նաև corollary discharge, ինչի պատճառով այս շատ ավելի տանջալից է ընկալվում իմ կողմից։ Այս ընկալված ջանքի համար լիմիտ կա, որը կոչվում է maximum tolerable perception of effort, ու երբ մենք այս լիմիտին ենք հասնում, մեր ուղեղը մեզ էլ չի թողում, որ մենք ավելի մեծ ազդանշան ստեղծենք մկանների կծկվելու համար, ու մենք հասնում ենք ատգազի։ Պատկերացրեք, որ այս բաժակը ձեր ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է զգացողությունների համար, ու այն լցվում է տարբեր բաներից, որոնք որ զգացողություններ են առաջացնում։ Այն լցվում է ինչ-որ ցավերից, ինչ-որ դիսկոմֆորտից, բալանսի ու կոորդինացիայի պահանջներից ու առասարակ յուրաքանչյուր բանից, ինչը որ վատ կամ դրական զգացողություններ է առաջացնում։ Ու բնականաբար այս բաժակը նաև լցվում է corollary discharge-ից, ու հիշեք, որ հենց որ այս բաժակը լրիվ լցվում է, մենք հասնում ենք մեր maximum tolerable perception of effort-ի, այսինքն ատգազի։ Ու հիմա ինչքան արդեն այս բաժակը լցված լինի ուրիշ բաներով, այդքան մեզ corollary discharge-ի համար քիչ տեղ է մնալու, ինչը նշանակում է այդքան ավելի փոքր ազդանշան ենք մենք կարողանալու ստեղծել մեր ուղեղով մեր մկաների կծկման համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ավելի քիչ ակտիվացիայի մակարդակի ենք հասնելու թիրախային մկանում ու այն ավելի վատ աճելու։ Ու այս երևույթին դուք հաստատ անցյալում առնչվել եք։ Երբ որ դուք գնում եք պարապմունքի հիվանդ ժամանակ կամ ինչ-որ տեղը ցավալով կամ առասարակ ինչ-որ բանի մասին անհանգստանալով ու վատ տրամադրությամբ, այս ազդում է մեր perception of effort-ի, այսինքն ընկալված ջանքի վրա, ու մենք ավելի ցածր ակտիվացիայի մակարդակի ենք կարողանում հասնել մեր մկաներում, ինչի պատճառով ավելի թույլ ենք լինում պարապմունքի ժամանակ։ Այնտեղ ոնց կարելի է perception of effort-ը մինիմալի հասցնել, որպեսզի մաքսիմալ մկանային աճ ապահովել, կքննարկենք մյուս մասում։